Շնորհակալություն Սուզան Սիմոնյան, հրապարակ Օրաթերթ։ Պարոն նախարար, ուզում էի մեկ բոլից հետաքրքիր հարց տալ, ինչպես ստացվեց, որ Երևանում հարյուրավոր ծառեր հատվեցին առանց շմագի եւ որոշվեց, որ միջավայրի եւ բնակչության առողջությանը դա վտանգ չի սպառնում, անվնաս է։ Դուք կենսաբազմազանության եւ էկոլոգիայի համար վտանգ չեք տեսնում։ Ես հասկանում եմ, որ սա քաղաքապետարանն է արել, այնուամենայնիվ ձեր մոտեցումը շատ հետաքրքիր է։ Ես երկու հարց կարող եմ տալ։ Հերթով։ Հա, լավ։ Ես մի անգամից ասեմ, կարող գնամ, էլի։ Եվ երկրորդ հարցը Սևանա լճի մակարդակի մասն է ուզում հարցնել, բոլոր նախարարները, ովքեր նշանակվում են, առաջին այսպես իրանց ուշադրության կենտրոնում այդ հարցն են պահում, բայց ամեն անգամ մենք ամեն տարի հիմնականում մեծ մասամբ նկատում ենք, որ իջել է էլի մակարդակ ու այս տարի կրկին իջել է։ Ինչով եք բացատրում սա, այդքան դժվար է վերահսկողությունը, ինչն է պատճառը։ Ես առաջի հարցը կպատասխանեմ, բայց երկրորդ հարցը պետք է խնդրեմ, որ նորից կրկնեք, դեռ վերջի հարցը չլսեցիք։ Սառահատումների մասով սանիտարական հատումները եւ էտումները ընդունված պրակտիկա են, այն պարագայում երբ կա ծառերի հիվանդություն, ասեմ ավելի եթե կա ծառերի հիվանդություն, ապա դա պետք է իրականացնել հնարավորինս շուտ, որպեսզի հիվանդության տարածումը կանխվի, կամ երբ ծառերը իրենց կենսաբանական տարիքին արդեն հասել եւ անցել են, այսինքն սկսում են կրթման գործընթաց։ Երևան քաղաքի ծառահատումների հետ կապված ես տեղեկացված եմ, որ արվել են այս սկզբունքներով, իսկ շմագի հետ կապված ես վստահ չեմ, որ պետք է շմագ գործընթաց իրականացվի թույլտվությունները տալու համար։ Երկրորդ հարցը Սևանի մակարդակի մասին է հարցնում, որ ամեն անգամ արձանագրում եք, որ էլի իջել է, չնայած եթե շրջակա միջավայրի նախարարները լսեն, ստացվում որ ամեն ինչ արվում է, որպեսզի մակարդակը չմեռնի։ Ես տարի կրկին ուսուցիչ եմ։ Ընտանոց ջրի մակարդակի մասին եք ասում։ Շատ լավ, ջրի մակարդակի հարցրությամբ։ Ես մի քանի գործառույթ եւ ծրագիր նշեցի, որոնք արվում են, հիմա դուք նշեցիք ամեն նախարարացումա, որ բան արվում, բայց ես շատ կոնկրետ նշեցի, թե ինչ արվում, որպեսզի մենք նմանատիպ խնդիրներ չունենանք։ Այս պայմանությամբ լճի մակարդակը 1900.23 մետր է։ Եթե չեմ սխալվում, պարոն Ազյանն է, այս պահին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 14 սանտիմետրով պակաս է։ Այսօրվա դրությամբ 17 սանտիմետրով պակաս է, բայց շատ կարևոր է համեմատականներն անելու ժամանակ հաշվի առնենք պայմանները տվյալ տարվա եւ տվյալ ժամանակահատվածի։ 2024 թվականը աննախադեպ ջրառատ տարի էր, հիշում եք, մենք նույնիսկ հեղումներ ունեցանք Լոռիում եւ այլ մարզերում։ Ջրամբարների բավականին բարձր լցվածություն ենք ունեցել եւ 2025 թվականի արձանագրված ցուցանիշը տվյալ օրվա կապ ուներ 2024 թվականի հեղեղումների եւ ջրառատ տարի լինելու հանգամանքի հետ։ Սևանա լճի ուղղությամբ նախ գիտեք, որ օրենսդրական սահմանափակում կա օրենքով, որ 170 միլիոն խորանարդմետրից ավել չի կարելի օգտագործել ոռոգման նպատակով։ Վարչապետի կողմից էլ կա հանձնարարական, որպեսզի այս տարի խստագույնս անենք ամեն ինչ, որպեսզի այդ ցուցանիշը չանցնենք։ Ձևակերպված ձևավորված աշխատանքային խումբ կա, այս ուղղությամբ մենք աշխատում ենք մեր գործընկերների, ջրային կոմիտեի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ, որպեսզի հնարավորինս արվի ամեն ինչը, որ 170 միլիոն խորանարդմետրը մենք չանցնենք։